Մեր փակ Telegram-յան ալիքում արդեն կան մարդիկ, ովքեր կրկնապատկել եւ եռապատկել են իրենց բալանսի գումարը Phoenix AI ծրագրի օգնությամբ։ Եթե ուզում եք իմանալ ինչպես անվճար ձեռք բերել այս ծրագիրը, ապա այս վիդեոն դիտեք մինչև վերջ։ Բարև բոլորին, դուք Phoenix Trading ալիքում եք, ձեր հետ է Պավլե Մկրտչյանը, ով ձեզ սովորեցնում է trading լրիվ անվճար, ու ոչ միայն սովորեցնում է trading անվճար, այլ տրամադրում է ձեզ Phoenix AI ծրագիր, որը օգնում է ձեզ ձեր վերլուծության մեջ լրիվ անվճար իդեպ եւ տալիս է ձեզ մոդերատորներ, ովքեր օգնում են ձեզ բոլոր տեխնիկական հարցերի դեպքում։ Phoenix AI-ի շնորհիվ ես կարող եմ նույնիսկ չբացել TradingView կայքը, քանի որ այս ծրագիրը օգնում է ձեզ ձեր վերլուծության մեջ, եւ դուք հիմա կտեսնեք, թե ինչպես օգտագործել այս ծրագիրը։ Առաջին հերթին մեզ պետք է, որպեսզի մենք գտնենք արժույթ, որը ունի լավ արտահայտված trend, այսինքն ուղղվածություն։ Այս պարագայում մեր այս արժույթը ունի trend դեպի վերև, բայց այս արժույթը ես չեմ կատարի trade, քանի որ մեր այս վերջին կարմիր մոմը ասում է, որ վաճառողները շատ ուժեղ են, եւ այդ պատճառով ես չեմ կարող այստեղ կատարել գնում։ Դրա համար ցես պետք է, որպեսզի դուք սովորեք trading։ Եթե դուք ընդհանրապես չեք տիրապետում trading-ին եւ չգիտեք թե դա ինչ է, ապա մեր ալիքում կա playlist, որտեղ ես 0-ից ցես բացատրում եմ trading-ը։ Եկեք հիմա գտնենք արժույթ, որը որ կհամապատասխանի մեր գիտելիքներին, եւ դրանից հետո մենք Phoenix AI-ի օգնությամբ կհասկանանք, կարելի է դա trade կատարել, թե ոչ։ Եկեք միասին փնտրենք արժույթ։ Մենք գտանք արժույթ, որտեղ կա լավ արտահայտված trend դեպի ներքև։ Հիմա մենք պետք է գրենք այս տվյալները մեր ծրագրի մեջ։ Ծրագիրը բացելուց հետո մենք գրում ենք start։ Կապիրվեց, ստավից և գրում ենք մեր մոմերի տվյալները։ Մոմ 1-ը դա մեր վերջին երրորդ մոմն է, եկեք հաշվենք։ 1, 2, 3, այս կանաչ փոքրիկ մոմը դա մեր երրորդ մոմն է, և կանաչ մոմի դեպքում բացումը ներքևից է, իսկ փակումը վերևից, իսկ կարմիրի դեպքում հակառակը, բացումը վերևից, փակումը ներքևից, և մենք պետք է գրենք մեր մոմերի մարմնի տվյալները։ Ինչպես իմանալ, պահելով մեր մկնիկի կուրսորը, մենք տեսնում ենք աջ անկյունում այդ կետերը, որը որ մեզ հարկավոր է, պետք է պահենք հենց բացման վրա և արտագրենք։ Հիմա փակման թվերը։ Մեր երկրորդ մոմի բացումը դա նույն առաջին մոմի փակումն է, ուղղակի արտագրում ենք։ Փակումը կրկին կուրսորով գտնում ենք և գրում, կանաչ մոմի փակումը։ Իսկ մոմ 3-ը դա նույն երկրորդ մոմի փակումն է։ Դուք պետք է գրեք միայն այս մոմերի մարմինների թվերը, ստվերները դուք պետք է ի նկատի ունենաք ձեր գիտելիքներով։ Հիմա մենք պետք է սպասենք, որպեսզի մեր վերջին մոմը փակվի, բայց մինչ այդ մենք կարող ենք այստեղ ջնջել վերև բառը և կամ բառը և թողնենք միայն ներքև բառը, քանի որ մեր մոտ իջնող trend էր։ Ահա։ RSI-ը մենք պետք է գրենք ամենավերջում։ Ինչպես իմանալ RSI-ը, դա այս շարժվող կանաչ գծիկն է։ Պահում ենք էլի կուրսորով և աջ անկյունում տեսնում ենք տոկոսը։ Ահա, հիմա եկեք սպասենք մեր մոմի փակմանը։ RSI-ը գրում ենք ամենավերջում։ Եվ ամենակարևորը հիշեք, որ այս տվյալների մեջտեղում պետք է լինի պրաբել, այսինքն բաց թողնված։ Ահա, փակվեց, եկեք գրենք։ Հիմա RSI-ը և ուղարկել։ Խնդրեմ, բավարար հաստատում չկա, շարունակիր հետևել շուկային, այսինքն սա լավ սիտուացիա չէ, որպեսզի մենք կատարենք trade, և մեր ծրագիրը մեզ զգուշացնում է, որ մի կատարեք այստեղ trade և խնայեք ձեր գումարը։ Այստեղ իջնող trend է և կարմիր մոմը մեր մոտ
ավելի մեծ է, քան կանաչ մոմերը, եւ դա ասում է, որ վաճառողները ուժեղ են։ Եկեք ստուգենք ծրագրով, կարելի է սա trade կատարել, թե ոչ։ Իդեպ ասեմ, որ այս ծրագիրը աշխատում է 24/7-ի վրա, այսինքն գիշեր թե ցերեկ դուք կարող եք օգտագործել եւ զբաղվել պրակտիկ գիտելիքներով։ Իսկ մեր OTC արժույթները Pocket Option կայքում նույնպես աշխատում են 24/7-ի վրա, այսինքն դուք կարող եք համ պրակտիկայով զբաղվել, համ գումար աշխատել, երբ որ արդեն կարողացաք յուրացնել trading-ը։ Եկեք գրենք, հիմա կփակվի։ Գրում ենք RSI-ը եւ ուղարկում ենք։ Մեր բոտը մեզ ասեց գնում։ Եկեք փորձենք, կատարենք գնում։ Մենք կատարում ենք գնում։ Ինձ ուղղակի հետաքրքիր է, ես գրեցի trend-ը դեպի ներքև, բայց այնուամենայնիվ մեր ծրագիրը մեզ ասեց գնում։ Եվ ինձ ուղղակի հետաքրքիր է, այդ ոնց մեր ծրագիրը հաշվարկեց, որ այստեղ պետք է կատարել գնում։ Քանի որ ես տեսնում եմ, որ մեր մոտ մոմերը փոքր են, ինչու մեր ծրագիրը ասեց կատարել գնում։ Եկեք ուղղակի տեսնենք։ Հիմա կապված ձեր գործարքի հետ։ Ես խորհուրդ եմ տալիս, որպեսզի դուք առաջին գործարքը կատարեք 5 րոպե ստանդարտ ժամանակով։ Իհարկե դա կախված է սիտուացիայից։ Եթե մեր քինը շատ արագ է շարժվում, ապա պետք է քչացնենք ժամանակը։ Իսկ թագոն կարող եք կատարել 1 կամ 2 րոպեով։ Բայց թագոն կատարելուց պետք է ունենաք լավ հատված։ Հիմա ես ուզում եմ ուղղակի տեսնել ներքևում լավ հատված, որպեսզի եթե ես գնամ մինուս, կարողանամ կատարել թագոն։ Հիմա եկեք տեղափոխվենք ավելի մեծ ժամանակահատված։ Ահա։ Այս կետում կան կանգ առած հատվածներ, եւ քանի որ սա մեր օրեկան գրաֆիկն է, դա նշանակում է, որ մեր հատվածը ավելի լավն է, քան 5 րոպեանոցի ժամանակ։ Եկեք տեղափոխվենք կրկին 5 րոպեանոց ժամանակահատվածը եւ տեսնենք, թե ինչպես կավարտվի մեր գործարքը։ Ամենակարևորը, իմ շատ սիրելի թրեյդերներ ջան, դուք պետք է հաշվի առնեք, որ սա փողի կոճակ չէ, եւ դուք պետք է ձեր հույսը դնեք նաև ձեր գիտելիքների վրա եւ վերջնական որոշումը դուք պետք է կայացնեք ձեր գիտելիքներով եւ պետք է հասկանաք, որ սա ստեղծված է ոչ թե նրա համար, որ դուք սրանով միանգամից հարստանաք, այլ ստեղծված է նրա համար, որ դուք կարողանաք սրանով ձեռք բերել պրակտիկ գիտելիքներ։ Եթե մենք միանգամից չկարողանանք վերցնել մեր պլյուսը, ապա անպայման կվերցնենք թագոնի միջոցով։ Եկեք ժամանակահատվածը արդեն քչացնենք եւ ուզում եմ դիտարկել 1 րոպեանոց գրաֆիկը։ Այստեղ ես տեսա կարմիր փոքր մոմ, որը որ իդեպ թուլության նշան է վաճառողների պարագայում։ Եվ եկեք մենք այստեղից կատարենք 1 րոպեով թագոն։ Մենք թագոնի միջոցով կարող ենք աշխատել գումար եւ աշխատենք կրկնակի։ Եվ հիմա մեզ պետք է ուղղակի ունենալ թրեյդինգի գիտելիքներ։ Իհարկե մեզ մեր ծրագիրը օգնում է, բայց հույս տնել միայն ծրագրի վրա չի կարելի։ Ես ուզեցի, որ դուք տեսնեք այսպիսի սիտուացիա, որում որ դուք պետք է ձեր գիտելիքներով կարողանաք գումար աշխատել եւ այդ սիտուացիայից դուրս գալ։ Մինչեւ գործարքը չավարտվի, մենք չենք կարող հանգիստ լինել։ Բայց հաշվի առնելով, որ մնացել է ընդամենը մի 5 վայրկյան, արդեն կարելի է հանգիստ լինել։ Ահա։ Խնդրեմ, ես աշխատեցի գումար, սա դեմո գումար չէ, իդեպ, ահա։ Ուզում եմ տեսնեք, որ սա դեմո գումար չէ։ Եկեք սա դիտարկենք որպես իջնող թրենդ եւ մեր ծրագրի օգնությամբ հասկանանք, ինչ պետք է կատարենք։ Ասեմ, որ նախորդ սիտուացիան ինձ շատ դուր եկավ։
Ոչ միայն նրա համար, որ ես գումար աշխատեցի, այլ նրա համար, որ դուք հասկանաք, որ մեր ծրագիրը միայն թրենդով չի աշխատում, այսինքն միայն այն փաստը, որ մեր մոտ իջնող թրենդ էր, դա չի նշանակում, որ դուք պետք է կատարեք վաճառք։ Ուղղակի ես ուզում եմ, որ այդպիսի սիտուացիաներում դուք տեսնեք, որ ներքևում լինի գոնե լավ հատված։ Մեր պարագայում հատվածը շատ ներքև էր գտնվում մեր քնից, եւ մեր պարագայում չկար լավ հատված։ Ահա, հիմա կփակվի մեր մոմը, եկեք գրենք տվյալները։ Հիմա RSI-ը ուղարկել։ Վաճառք, եկեք կատարենք։ Ահա, ես կատարում եմ վաճառք, ինչպես որ հրահանգում է մեր բոտը։ Եկեք բայց կատարենք մեր վերլուծությունը, քանի որ նախորդում ես ուղղակի մոռացած ես ցուցադրեի դա։ Մեր մոտ կա դիմադրության գլխավոր հատված, որտեղից որ գնում է դեպի ներքև մեր թրենդը։ Եվ կա լավ հատված, շատ լավ հատված դիմադրության այստեղ։ Ինչու շատ լավն է, քանի որ կան շատ կանգ առած կետեր։ Խնդրեմ, տեսեք։ Եթե կանգ առած կետերը շատ են, ապա այդ հատվածը շատ լավն է։ Եկեք մոտեցնենք եւ մոմերը դիտարկենք։ Նայեք, մեր կարմիր մոմերը դիտելով մենք չենք կարող ասել, որ այս երկու մոմը ուժեղ են, բայց չենք էլ կարող ասել, որ այս կանաչ մոմերն են ուժեղ։ Այդ պատճառով մեր ծրագիրը հաշվի առնելով թրենդը, հաշվի առնելով RSI-ը, նաեւ հաշվի առնելով մոմերը իհարկե, նա մեզ ասեց կատարեք վաճառք։ Եվ ինձ ուղղակի հետաքրքիր է, թե ինչպես կփակվի այս գործարքը։ Դուք պետք է հասկանաք, որ հնարավոր է, որ մեր բոտի տված սիգնալը միանգամից չփակվի պլյուս։ Հողի կոճակ ընդհանրապես գոյություն չունի։ Հիմա կապված իմ արդեն իսկ աշխատող թրեյդերների հետ, ովքեր գտնվում են մեր փակ Telegram-յան ալիքում։ Իմ շատ սիրելի թրեյդերներ, եթե դուք արդեն սկսել եք գումարներ աշխատել, ապա դա նշանակում է, որ դուք հնարավոր է, որ ընկնեք ազարտի մեջ եւ խնդրում եմ ուղղակի պահեք կարգապահություն։ Մի մտածեք, որ դուք արդեն հզոր թրեյդեր եք դարձել։ Նույնիսկ ես, որ ին վրա այդքան վստահ եմ, ես այդպես չեմ մտածում, քանի որ եթե ես այդպես մտածեմ, ես իմ բալանսի ամբողջ գումարը կկորցնեմ։ Եթե դուք ուզում եք հայտնվել մեր փակ Telegram-յան ալիքում եւ լինեք իմ խմբից, դուք պետք է լինեք գրանցված Pocket Option կայքում մեր հղումով եւ դուք պետք է ունենաք ձեր բալանսին ամենամինիմալ գումարն եմ ասում, քարտային համալրման $20, որպեսզի ձեր account-ը լինի ակտիվ եւ մենք ձեզ ընդգրկենք փակ Telegram-յան ալիք։ Դա ամենամինիմալ գումարն է, մոտավորապես 8000 դրամ, որը որ ձեզ հարկավոր է, որպեսզի դուք զբաղվեք պրակտիկայով։ Հասկացեք, եթե դուք չեք ուզում գումար գցել թրեյդինգի ձեր կայքում, ապա ձեզ փակ ալիքը հարկավոր չէ։ Փակ ալիքով ինչ եք ուզում դուք անեք, եթե գումար չունեք ռեալ։ Եթե դուք չեք ուզում այդ փոքրիկ գումարով պրակտիկա ստանալ, եթե դուք պատրաստ չեք 8000 դրամը զոհաբերել, որպեսզի ստանալ գիտելիքներ, ինչ եք ուզում անել, 1 միլիոն դրամ աշխատել դեմո գումարով։ Աշխատեք։ Բայց ի՞նչ կտա ձեզ այդ դեմո գումարը։ Դա չի գա ձեր գրպանը իհարկե։ Եվ գիտելիք էլ չեք ձեռք բերի, ասեմ իմանաք, քանի որ դուք չեք հասկանա լարված եւ ստրեսային թրեյդը։ Հիմա մեր մոտ կփակվի պլյուս եւ սա շատ լավ օրինակ է, որպեսզի դուք հասկանաք, թե ինչպես է աշխատում մեր ծրագիրը։ Մենք աշխատեցինք գումար, խնդրեմ։ Սա մեր ծրագրով կատարած գործարքներն են։ Այս մեր վերջին գործարքից հետո, որը որ կար նախորդ վիդեոում, ես չկատարեցի ոչ մի գործարք, որպեսզի իմ հաջորդ գործարքները լինեն վիդեոյի ընթացքում եւ դուք հասկանաք, որ այս ծրագիրը օգնում է ձեզ, որպեսզի դուք ավելի լավ կատարեք trade, աշխատում է 24/7-ի վրա, ունի լավ վերլուծական հնարավորություն, տալիս է ձեզ պրակտիկա, լրիվ անվճար։ Նույնիսկ այն թրեյդինգի կազմակերպությունները, որտեղ
վճարովի են սովորեցնում trading։ Չեն տալիս ձեզ այսպիսի հնարավորություն, բայց ես ձեզ տալիս եմ։ Եթե դուք ուզում եք հայտնվել մեր փակ Telegram-յան ալիքում, ապա կատարեք մեր երկու պայմանը։ Գրանցվեք Pocket Option կայք մեր հղումով եւ ունեցեք ձեր բալանսին մինիմալը $20։ Սա մեր փակ ալիքն է, որտեղ կա նաեւ ինստրուկցիա, թե ինչպես դուք աշխատեք հեռախոսի օգնությամբ։ Մենք ունենք նաև բաց Telegram-յան ալիք, որտեղ ամեն օր դուրս են գալիս նորություններ կապված մեր ալիքի, ընդհանուր թրեյդինգի, իմ փակված գործարքների եւ ամեն ինչի հետ կապված։ Եթե ուզում եք միշտ տեղեկացված լինել թարմ նորություններից, ապա անպայման բաժանորդագրվեք մեր բաց Telegram-յան ալիքին, ինչպես նաև բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին։ Եթե դուք չհասկացաք, թե ինչպես մուտք գործել փակ Telegram-յան ալիք, չնայած որ ես ասեցի դիմեք մեր մոդերատորներին այդպիսի հարցերով, դուք սեղմում եք մեր բաց Telegram-յան ալիքում ամրացված հաղորդագրության վրա եւ ձեզ մոտ հայտնվում են երկու հղում։ Առաջին հղումը մեր Pocket Option կայքի գրանցման հղումն է, իսկ երկրորդ հղումը դա մեր մոդերատորների հղումն է։ Իրենց դիմեք տեխնիկական խնդիրների դեպքում եւ փակ Telegram-յան ալիք մուտք գործելու համար։ Ես շնորհակալ եմ այն դիտորդներից, ովքեր ապահովում են ակտիվություն մեր ալիքում։ Եթե չլինեիք դուք, չէր լինի նաև այս ալիքը։ Ցանկանում եմ բոլորիդ լավ օր եւ հաջողություն։